Ինչի մասին է Գարեգին երկրորդի լռությունը։ Փաշինյանի վեհափարին զոնած հերթական գրության խորագիրն է։ Վեհափար տեր, հոգևոր հայրեր։ Բազմանշանակ մի քանի տողով վարչապետն ակնարկում է, թե գիտի իր իսկ բարձրացրած հարցի պատասխանը։ Մենք իր հոտը սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել վեհարանից։ Ասել ճշմարտությունը նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել վեհարանից։ Ստել նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել վեհարանից։ Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում միջամտություն, կարող եմ ես չտեսնել միջամտություն։ Կարող է արդարադատության նախարարը խնդիր չտեսնել եկեղեցուն հոգևորականներին վարչապետի նվիրած տասնյակ գրառումներում։ Պարզվում է կարող է նույնիսկ այն դեպքում, երբ մայրօրենքն է սահմանում, եկեղեցին ու պետությունն անջատ են, միմյանց գործերին խառնվելու իրավունք չունեն։ Եկեղեցու հետ մեր հարաբերությունները իհարկե կրելու են այնպիսի բնույթ, ինչպիսին նախատեսված է սահմանադրությամբ։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք եւ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը, հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի այդ կանոններին։ Փաշինյանը փաստորեն ոչ թե որպես պետության ղեկավար, այլ պարզապես որպես քրիստոնյա համայնքի ներկայացուցիչ է որոշել հետևել։ Հոգևորականները կանոններ խախտում են, թե ոչ։ Այն թեզնա, որը բացարձակապես չի կարող արդարացվել։ Մյուս կողմից ԵՊՀ-ում Փաշինյան ուսանողներ վերջին հանդիպումից հետո ուսանողներից արտահոսք եղավ, թե վարչապետն իրենց հետ կիսվել է հատուկ կառույցներին ուղղված հանձնարարականով։ Գնալ պարզել, ով է հավատարիմ կուսակրոնության ուխտին, ով ոչ։ Իշխանականները, որ հանդիպումից հետո տասնյակ մեկնաբանություններ արեցին, այս մասը շրջանցեցին։ Հիմա ես 1001 անգամ կասեմ, որ եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա։ Ինստիտուտն ու եկեղեցականներին մի խառնեք հորդորում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Պնդում, թե մարդիկ վստահում ու ապավինում են եկեղեցուն որպես կառույց, ոչ թե այն առաջնորդող հոգևորականներին։ 100% վստահությամբ կարող եմ ասել, որ եթե դուք զուտ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ եկեղեցական տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, դուք կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ։ Փաշինյանի թիմակիցները խնդիր չեն տեսնում անգամ նրա ընտրած բառամթերքի մեջ։ Սուր է, բայց ոչ խնդրահարույց, ասում է Սրփուհի Գալյանը։ Սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում եւ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։ Ի վերջո, արդարադատության նախարարն հորդորում է կենտրոնանալ խնդրի, ոչ թե այն բարձրաձայնելու ձևի վրա։ Թե որն է այդ խնդիրը, ազգային անվտանգության ինչ սպառնալիք կա հոգևորականների անձնական կյանքում, որտեղ է տուժում պետական շահը, հստակ ձևակերպում չկա։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։